Երևանի Կորեայի ձոր կոչվող հատվածում Արսենի 2 Երևան 800-ից 1000 մմ-անոց մայրուղային ջրատարն է։ Այստեղից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոն վարչական շրջանի մի մասը։ Վերջին տարիներին այս հատվածում ժայռաբեկորների թափման, մեծ ծավալի աղբ լցնելու եւ սողանքների պատճառով փոխվել է Հրազդան գետի հունը, որի հետևանքով էլ այս կարևոր նշանակության ջրատարը հայտնվել էր գետի մեջ եւ պարբերաբար վթարվել։ Յուրաքանչյուր վթարի ժամանակ դրա հետևանքները վերացնելու համար Veolia թիմից պահանջվում էր մի քանի օր տևող բարդ ու ահռելի աշխատանք։ Խնդիրը մեղմելու համար ընկերությունը միաժամանակ դիմում էր պատկան մարմիններին, լուծելու Հրազդան գետի հունի լայնացման եւ սողանքի կանխման խնդիրները։ Այստեղ տարիներով խողովակները քայքայվել են տարբեր պատճառներով։ Շինարարական աշխատանքներ են կատարվել տեղում, վնասվել են խողովակները, քերվել են։ Լիցքի արդյունքում բնակիչների կողմից ապօրինաբար տարածքում կատարվել է շինաղբի թափոնների լցնում, թափել են ու տենց առաջացել է սողանքներ, ինչի արդյունքում Երևանը ջրամատակարարող խողովակներից մեկը, մայր խողովակներից մեկը վնասվել է, որը շատ հաճախակի վթարների պատճառ էր դառնում։ Եվ ահա առաջացած խնդրին լուծում տալու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Veolia ջուրընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող նախագիծ։ Ամիսներ շարունակ ընթացող շինարարական աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին եւ այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին։ Երկրորդ հատվածի մասով դա պետության հետ համատեղ շինարարական կամպանիան է, շինարարական կազմակերպությունն է հիմա կատարում աշխատանքները։ Նրա վթարման պատճառը ավելի խորն է, սողանքներն են։ Հիմա կատարում են միացման աշխատանքները, ինչի արդյունքում երկարատև ժամանակ Էլես վթարների մասին կմոռանանք։ Ընկերության Արաբկիր շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի 4 այլ հատվածներում է խնդիրներ լուծում։ Ջրատարի մի հատվածում շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում խողովակաշարի 45 գծամետր հատված։ Խոշոր վթար է վերածվում մեկ այլ սողանքային գոտում, իսկ Պրոշյան եւ Գրիբայեդով փողոցներում բաշխիչ ցանցը կառավարելի դարձնելու համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ։ Շաբաթը մեկ գալիս ենք այստեղ էլի աշխատանքների վերականգնման։ Հիմա փոխարինում ենք վթարված հատվածը։ Այսպիսով Veolia ջուրընկերությունը մի կանգառով լուծում է 5 խնդիր, լուծում տալով տարիներ շարունակ ջրատարի վրա կրկնվող վթարներին։ Այս խողովակներից սնվում է նաև Մաշտոց տեղամասը, կոնկրետ հենց այս հատվածից։ Ու մինչև Խալբերտ այս ջրատարը ջուր տալիս է երկու ուղղություններով։ Ջրատարը լցնելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր։ Դա էլ հնարավոր է մեր նշած ժամից մի քիչ տարբերություն լինի, բայց կարծում նշված ժամում ամբողջությամբ կվերականգնենք։ Թեպետ Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում ջրանջատումը հայտարարված է մինչև վաղը երեկոյան, սակայն Veolia թիմն անում է հնարավոր ամեն ինչ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար։ Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակ է պետք 800 մմ-անոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։